Գնահատականը բավականին խիստ է, կուսակցության վարչությունը գտել է, որ իմ գործողություններում ընտրական կարգի հետ, քարոզարշավի կանոնների հետ որոշակի անհամապատասխանություն կա։ Իսկ ինչ էիք արել։ Ստիպել էիք, հորդորել էիք, ինչ էիք խոստացել, որ գային ձեզ ընտրեին։ Որից է մեկին, որից է բան չեմ խոստացել, ինչ վերաբերում է որն է սխալը, ես կարծում եմ իմ մեկնաբանությունները ես տվել եմ վարչությանը ու այլ մարմնի առաջ չեմ պատրաստվում տալ։ Ընտրողներին չունեք ասելու ինչն էր խնդիրը, մամուլում գրել էի, ձեր կարծիքն էլ իմանալ։ Տեսեք, ներկուսակցական ընտրություններ են, ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի կուսակցության վարչություն, որը որ կարող է վերահսկող հանձնաժողովը նաև, որը որ կարող է քննել տվյալ գործընթացը։ Տվյալ գործընթացը քննվել է եւ տվյալ գործընթացի ընթացքում ես իմ որակումները տվել եմ, վարչությունն էլ որոշում է համապատասխան։ Ներկուսակցականին եք այդպիսի բաներ անում, բա համապետականին ինչ էր կանում։ Ինչպիսի բաներ են կանում։ Դե հիմա չեք բացահայտում, որ մենք էլ իմանանք։ Զանգել եք, ինչ ասել, որ կան ընտրեն ձեզ։ Որ մենք ընդունելի մի բան արել եք, չէ՞ պարոն Գրիգորյան, որ չեղարկել են, բացատրություն եք ներկայացրել։ Հիմա ասեք, մենք էլ իմանանք, ընտրողներն են։ Շատ լավ, ես հասկանում եմ, որ այս գործընթացը որոշակի ինտրիգներ է առաջացել ու ձեր հարցադրումներն են բերելու դրան, որ որոշակի ինտրիգներ առաջանան, բայց ես կարծում եմ ճիշտ կլինի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժողովրդավարության վրա որովից է մեկս ցեղջ շպրտի, հա, ես մի բան ասեմ, որ կներեք, էլի թույլ տվեք շարունակեմ։ Տեսեք, օրինակ ընդդիմադիր որոշ կուսակցություններ, այդ թվում նաև այն կուսակցությունները, որոնց որ պարագլխում են կանգնած Ռուսաստանից ուղևորված քաղաքացիները, հա, մի րոպե, կներեք, մի րոպե, թող իրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման ժողովրդավար լինեն, որտեղ թույլ տվեք, որտեղ որ կուսակցության առաջնորդը վարչապետի թեկնածուն պատվիրակների միջոցով է որոշվում, հաջորդը կուսակցության 50-յակը էլի որոշվում է պատվիրակների միջոցով, այսինքն այս գործընթացը բավականին թույլ կտակ վերջացնեմ, այս գործընթացը բավականին ժողովրդավարը, տեսեք, ես թույլ տվեք բարի, բոլորը լինեն ժողովրդավար, թույլ տվեք սահմանափակվենք այսքանով, ես իմ բացատրությունները կուսակցության վարչության առաջ եմ պարտավոր եղել տալ եւ տվել եմ եւ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ իմ գործողությունները անհամապատասխանելի են եղել կուսակցության քարոզարշավի կանոնների հետ, այսքանը։ Մնացածը հարգելի նարեք, մնացածը ես գտնվում եմ ոչ թե կուսակցության վարչության առաջ, ես գտնվում եմ լրագրողների առաջ։ Իսկ ձեր հարցադրումը ներկուսակցական գործընթացի, իսկ ձեր հարցադրումը կուսակցության ներքին գործընթացներին է վերաբերում։ Այսինքն, եթե իմ հանրային գործունեության վերաբերյալ լիներ ձեր հարցադրումը, սիրով հանրության առաջ ես պատասխանատու եմ, ինչը որ ես ավելի մանրամասն կներկայացնեմ։ Դուք ներողություն էլի, ձեր ընտրությունները համապետական ընտրությունների համար է կայացում, այսինքն դուք ներկուսակցական ընտրության ժամանակ թույլ եք տվել անթույլատրելի արարք, որի հետևանքով վարչությունը որոշել է, որ պիտի չմասնակցեք եւ հեռացրել է։ Հիմա ընտրողների մոտ կարող է առաջանալ հարց, այդ ինչ եք արել, որ հեռացրել են, որ իրենք էլ հասկանան համապետական ընտրություններում գնան ձայն տան, չտան։ Դուք կարծում եք, որ մենք օրինակ վատ հարց ենք բարձրացնում կամ ԿՊ-ի ժողովրդավարության վրա ցեղ ենք շպրտում։ Դուք եք շպրտել այդ դեպքում, եթե նման որակում եք տալիս մեզ։ Ես մի բան ասեմ, էլի, ձեր որակումները այնուամենայնիվ, էլի, բավականին ուռճացված են, այստեղ ժողովրդավարության մասին չի կարող խոսք գնալ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջիկայում մասնակցելու է ընտրության եւ ընտրությունները, չգիտեմ, կարող է լավ չկազմակերպվել կամ մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են։ Եղել են ներկուսակցական ընտրություններ, շնորհակալություն, թողեք վերջացնեմ։ Եղել են ներկուսակցական ընտրություններ, ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի հաշվիչ հանձնաժողով, գոյություն ունի վերահսկող հանձնաժողով, գոյություն ունի վարչություն։ Վարչությունը դեպքը քննել է եւ գնահատական է տվել։ Եվ մի բան է ձեզ ասեմ, էլի, դուք կենտրոնացել եք անձի վրա, ես առաջարկում եմ ձեզ ոչ թե անձի վրա կենտրոնանալ, այլ երևույթների վրա, ոնց որ շնորհակալություն հեսա կանադառնալ, ոնց որ մեր հայտնիներից մեկն էր ասում են փոքր ուղեղները քննարկում են
անձանց միջին ուղերները քննարկում են իրադարձությունը, մեծ ուղերները գաղափարներ։ Հիմա հետեւաբար առաջարկում եմ ձեզ առանձին ասեմ, հետեւաբար առաջարկում այս հարցից փոքրինչ անդրադառնամ, եթե այլ հարցեր ունեք, որը որ գաղափարներին ա վերաբերում, սիրով ես ձեզ կպատասխանեմ։ Լսում եմ։ Ժորժ ջան, ես ձեզ հստակ ասում եմ, այն ինչը որ քննարկվում է վարչության փակ նիստերում, վարչությունը եթե անհրաժեշտություն է համարում, դրա վերաբերյալ հրապարակում անում է։ Այն ինչը անհրաժեշտություն չի համարում, որպեսզի հրապարակի, չի հրապարակում նաև ոչ իմ եւ ոչ որևիցե մեկի կողմից։ Շնորհակալություն։ Դուք ամեն դեպքում ձերտար արեք համարվում։ Ինչ երեսով է գնալու քաղաքացու քննելու, որ ձեզ նորից ընտրել։ Դուք ձերտար դեպքում եք նորից։ Ես չգիտեմ, ձեզ ասեմ շնորհակալություն, թե վիրավորվեմ ձեր որակավորման համար։ Ես կարծում եմ մի րոպե։ Ես կարծում եմ ձեր որակավորումը բավականին կոպիտ է ու ձեզ խնդրում եմ իբրև լրագրող, հա, ձեր որակավորումներում փոքրինչ զուսպ մնաք, վարչությունը որևիցե իր հաստատման կամ որևիցե հայտարարության մեջ որևիցե կուսակցականին որակավորում չի տվել, որ նա զերծարար է։ Ես կարծում եմ, որ վարչությունը ճշգրիտ է գտնվել իր գործողություններում եւ վարչության կատարած գործընթացի վերաբերյալ այլ ավելացնելու բան չունեմ։ Այո, իհարկե պատվիրակություն։ Եկել եմ ընտրության։ Ում ընտրեցիք վարչապետի թեկնածու։ Կարծում եմ պարզ է։ Նիկոլ Փաշինյանի։ Այո։ Տեսեք, քիչ առաջ պարոն Արթուր Հովհաննիսյանը նշում էր, որ ԿՊ-ի ժողովրդավարության վրա չկասկածեն եւ թափանցիկ ընտրություններ են տեղ ունեն։ Հիմա դուք չեք ապահովում ԿՊ-ի ընտրությունների գերթափանցիկությունը։ Դուք չեք ասում ինչ եք արել պարոն Գրիգորյան։ Դժվար, էդ ինչ անընդունելի։ Հիմա կասեք որակում ենք, դա հիմա անընդունելի ինչ որ բան է տեղ ունեցել, որ պարզապես հանրությանը չեք ասում ինչա տեղ ունեցել։ Ես նորից եմ նույնը կրկնում, այն ինչը որ վարչության փակ նիստում է քննարկում, այն ինչը որ ներկուսակցական քննարկման գործընթացների տիրույթում է, դա էդի տիրույթում է։ Ես հետեւյալն եմ ընդհանրապես խնդրում, որ մեր հարգելի լրագրողները սահմանափակվեն պաշտոնական հրապարակումներ հետեւյալն է եղել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջ 50-յակից ես վարչության որոշում դուրս եմ։ Փակ նիստում ա եղել, բայց եթե ԿՊ-ն շատ ուզենա, այդ փակ նիստում եղածնել Չակերտի ասեմ ինչու, որտեղ նույն Հակոբ Ասլանյանի վերաբերյալ հայկական ժամանակը տեսանյութ էր հրապարակել ձեր փակ նիստից, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ստիպում Հակոբ Ասլանյանին ասել, թե ինչպես է դարձել պատգամավոր։ Հիմա դուք մտածում եք, որ այդ ձեր արածը դուրս չի գալու։ Հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, ես ձեր մատնանշած դեպքին անձամբ եմ ես ներկա գտնվել։ Էլի կրկնում եմ, ձեր որակավորումը ոչ թե չափազանց խիստ է, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը ստիպում է։ Ես անձամբ եմ ներկա եղել տվյալ նիստին, Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի ստիպել, որևիցե բան չի ստիպել, դա քննարկման արդյունքում հարց է նրան տրվել, այդտեղ որևիցե ստիպողական որևիցե բան չկա ու խնդրում եմ էլի, քանի որ հանրության մասին էլ ենք մենք խոսում, ձերը, չգիտեմ, հարցադրումներն էլ կարող են մոլորեցնող լինեն։ Այն ինչը որ հրապարակվել է, իհարկե դրա վերաբերյալ վարչության համապատասխան որոշում ա եղել եւ միայն դրանից հետո է որովիցե հրապարակում լինում։ Քանի դեռ որոշում չկա, որովիցե հրապարակում չի լինում։ Շնորհակալություն։ Բայց դրական հայերեն բառ է օգտագործում։ Դրական հայերեն բառ է օգտագործում։ Հայաստանը բադ բառ չի։ Ես ոչ կոլի այդ իրավիճակը Ես կրկնում եմ, կուսակցության վարչությունը, տեսեք, բարի, դպրոցը լավ, կուսակցության վարչությունը, իմ հայլերի մեջ տեսել է քարոզարշավի կանոնների հաղթումներ, այսքանն է, այլ որակավորումներ տալը, կարա փոքրինչ կոպիտ լինի, կարա վիրավորական լինի, այսքան
Ինչ են գտնվում անմխիթար վիճակում։ Շատ լավ։ Ուրեմն ցավոք սրտի երկար ժամանակ Հայ-ավտոկայան ՓԲ-ն մինուսով աշխատող, շահույթ չունեցող, վնասով աշխատող կազմակերպություն է եղել։ Ինչն է եղել ձեր ապաճառը։ Հավաքագրումները, մասնավոր ընկերությունները։ Պատասխան եմ բոլոր հարցերին, նամանավանդ ոլորտային է։ Հայ-ավտոկայան ՓԲ-ն ինքը շահույթ չունեցող, վնասով աշխատող կազմակերպություն է եղել։ Տարիների խորքից մի շարք պարտավորություններ են առաջացել։ Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ աշխատանքի անցնելուց հետո կազմակերպությունը սկսել է շահույթով աշխատել եւ մնացած արկա խնդիրները, որոնք որ դուք մատնանշում եք, այո կան, բայց դրանք փուլ առ փուլ լուծվում են վերանորոգման աշխատանքներից սկսած բավականին աշխատանքներ են կատարվում։ Թե պատճառները ինչու են, պատճառները մի քանի օբյեկտիվ պատճառներ կան։ Դուք գիտեք, որ մենք նախաձեռնել ենք ՏԿՆ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է, օրինակ եմ ասում, Արարատի մարզի մրցույթը, օրինակ Արարատի մարզի մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը այդպես էլ մեքենաները չկարողացավ ներգրավել։ Իսկ Հայ-ավտոկայան ՓԲ-ի եկամուտների մի զգալի հատվածը փոխադրող ընկերություններից է ձևավորվում։ Հետևաբար, եթե չկան փոխադրող ընկերություններ, հետևաբար շահույթը չի ձևավորվում։ Սրանում է հիմնական խնդիրը։ Պարոն Գրիգորյան, քանի որ մարզային երթուղիները սպասարկող ավտոբուսները գազելներ են հիմնականում եւ օրինակ Երևանի քաղաքապետը գազելներին անվանում էր մահվան գազելներ, ձեր տեսլականը ինչպիսին եւ արդյոք առաջիկայում հնարավոր կլինի այդ մահվան գազելներից մարզերի ժողովուրդն էլ ազատվեն։ Արդեն մի քանի տարի է, որ անցում է կատարվել միասնական օպերատորի գաղափարին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան մրցույթները, երբ որ հայտարարում է մրցույթային համապատասխան կարգ կա, որտեղ սահմանված է թե մեքենաները ինչպիսին պետք է լինեն, իրենց տեխնիկական բնութագիրն է սահմանվում եւ նաեւ սահմանվում է թե տարեթիվը ինչքան պետք է լինի։ Հետևաբար, եթե ձեր հարցը այն բանում է, որ մենք ակնկալում ենք, որ ձեր որակավորման մահվան գազելներից պետք է ձեր մեկնաբանմամբ կամ ձեր հիշատակմամբ մահվան գազելներից պետք է մենք անջատվենք, հա, ազատվենք, ես պատասխանում եմ այո, մակնիշը ոչ այդքան կարևոր է, ինչքան տեխնիկական վիճակը, ինչքան տարեթիվը եւ այսպես։ Պարոն Գրիգորյան, 2000 Որովհետեւ կներեք ձեր հարցը չմոռանաք, որովհետեւ ըստ տեխնիկական բնութագրի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված մրցույթի չկա մատնանշած, օրինակ, որ գազել մակնիշի միկրոավտոբուսը չի կարող մրցույթին մասնակցել, կարող է մասնակցել, իսկ մարզերում, Երևան քաղաքահանած մարզերում փոխադրումներ իրականացնում են մասնավոր ընկերությունները։ Երևան քաղաքում փոխադրումներ իրականացնում է Երևան ավտոբուս ՓԲ, որի որ բաժնետերը, հա, կարելի ասել, հա, հիմնադիրը կարելի ասել Երևանի քաղաքապետարանն է։ Մարզերում այլ է, մարզերում մասնավոր ընկերություններն են եւ Գրիգորյան 2015 երբ Հակոբ Արշակյանը նախարար էր, ֆինանսների կենտրոնակարգավար, ասել էր, որ պետք է շատ վատ վիճակ երկրի հակասանիտարական գաշահոտությունը հատածվում եւ 7 տարվա ընթացքում, այսինքն 7 տարի, որևէ բան չի փոխել, պարոն Գրիգորյանը, եւ մեկ հարց էլ մասնավոր փոխադրումների հետ կապված։ Հակոբ Արշակյանը 7 տարի 19 խոսացել է լուծել այդ հարցը։ Ես մի բան ասեմ էլի ձեզ։ Ես մի բան ասեմ ձեզ, այս պահին Հայ-ավտոկայան ՓԲ-ի 10-ամյակների պատմության մեջ եւ հավաքագրումները եւ եկամուտները ամենամեծն են եւ կատարված աշխատանքն էլ ամենամեծն է։ Այլ բանա կներեք էլի, չկա այդպես բան։ Այլ բանա այս վերջերս լրագրողներից որևիցե մեկն էր, չեմ կարող մատնանշեմ, հատված էր նկարը բան տեղադրել, դա Հայ-ավտոկայան ՓԲ-ի տարածքը չէր եւ մեր մաքրման sense ասած, մեր աշխատանքների տիրույթում չէր։ Մյուս հարցը ձեր տվեք, շնորհակալություն։ Փոխադրումների հետ կապված նախկին հայտնել, որ օլիգարխներին պատկանող ընկերությունները նրանց գաղտնի են իրականացնում։ Իրավիճակը փոխվել է, ովքեր են դա իրականացնում, մասնավոր մարդիկ ովքեր են։ Այս պայդրությամբ 216 ընկերություն ենք մենք սպասարկում, չեմ կարող 216 ընկերություններին առանձնացրած լինեմ,
հա Երևան Արմավիր։ չեմ ուզում որևիցե մեկին առանձնացրածնեմ, բայց կարծում եմ քաղաքացիները տեղյակ են լինում, թե իրենց երթուղին կոնկրետ Երևան Արմավիրը ով է իրականացնում։ Երևան Արմավիրը ով է իրականացնում։ Չէ, ինչ կաշկանդվածություն ունեք։ Որից է կաշկանդվածություն չունի, հարցը Ժորժան, հարցը բավականին պրիմիտիվ է, պետք է ով է իրականացնում։ Կազմակերպության անունը Նախկինում օլիգարխներին էր պատկանում։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ ասեք հիմա ով է։ Սամվել Ալեքսանյանի մտերիմներ Երևան Արմավիրը իրականացնում։ Այն տաքսիները, կարծում եմ հիմա էլ են իրենք մտերիմ, այլ հարցեր ունեք, հա։ Իրանք իրականացնում։